Թե պատերազմ լինի, հա, դուք ինչպես եք պատկերացնում, դուք արդեն հագել եք զինվորական համազգեստ, ոնց եք պատկերացնում, կկանգնեք զինվորի կողքին։ Եթե հագել եք զինվորական համազգեստ, ուրեմն պատրաստել ամեն ինչ։ Ինչը ձեզ մղեց, որ որոշեցիք երկրապահ դառնալ։ Որպեսզի զինվորները մենակ չլինեն։ Որպեսզի մենակ չլինեն եւ մասնավորապես այն իրավիճակը, ինչ կատարվում է մեր սահմանում, նա մերն է, Տավուշը մերն է եւ առհասարակ ամեն տեղ Հայաստանը մերն է եւ մենք պատրաստ ենք կանգնել զինվորի կողքին, որպեսզի օգնենք ամեն հարցով։ Դպրոցական եք, պատանի երկրապահներ եք, ուսանողներ եք, առհասարակ հայ աղջիկներին ինչ կմաղթեիք, այդ տեսեք դուք ընտրել եք այդ ճանապարհը, որ ուզում եք Ամենադժվար պահին, որ սասերների մոտ լինենք։ Իսկ հիմա աղջիկները պետք է ուշան տղաներին, որ չկոտրվեն։ Այ մարտի դաշտում դուք պատկերացնում եք ձեզ բուժքրոջ առաքելությամբ, թե պատրաստ եք զենք վերցնել։ Այ վերջին ժամանակներում, հա, նաև դրա մասին հայտնի դարձավ, մտածել եք այդ ուղղությամբ, կցանկանայիք։ Հուսով ենք մեր զորամասի հետ համագործակցենք, որ մարտունակ դառնա ոչ միայն երիտասարդ երկրապահներն, այլ մենք համարվում ենք Տավուշ ռազմավարական ակումբի անդամներ, բացի երկրապահները, ուզում ենք մեր փոքրիկ կարելի ասել բաշտո լինել զինվորի կողքին։